Особенность нашего народа в том, что мы всегда были около своей церкви, не имея государственности. Церковь сохраняла армянскую идентичность. Какая ситуация у нас? Мы достигли 21 века. У нас государственность. И на церковь начала атаку партия, которая должна была защищать ее. Почему? Премьер-министр. Мы не понимаем, что может заставить армянина идти против своей же церкви. А что становится власть идти против церкви? Արեգ ջան, ես անաձևից եմ եկել, ուզում եմ շնորհավորեմ մեր 41 ազգային գործիչներին պատգամավորության համար։ Սա ձեր համար եմ Շնորհակալ եմ շատ։ Ինչ եք հգնես հակամարտությունների։ Շնորհակալ եմ շատ։ Արդյոք Փաշինյանի իշխանությանը կհաջողվի հեռացնել արտադրության։ Ինչ որ ամեն կողմ չեն փոխանցումների, ո՞նց եք տեսնում։ Հեռացնելը հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին եւ հեռացնելը չկա այդպիսի ընդհանրակարգ հեռացնելու։ Սաղվակի չկա ընդհանրակարգ, չկա, մեր եկեղեցին չունի ընդհանրակարգ հեռացնելու։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը մեր սահմանադրությունը չի թողում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար, եկեղեցին առանձին է, պետությունը առանձին։ Գործը չի էդի, քաղաքական գործիչն է։ Ընդհանուր առմամբ Հազարատ լծակ կարող են գործարկել, չի աշխատի, չի լինի։ Կարապետյան եւ պետության անջատվելու հետ կապված մեկ հարց։ Կարապետյան, հիշում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը պահանջում էր աշխարհիկ իշխանության առաջնորդի վարչապետի հրաժարականը։ Այո, հիշում եմ։ 23 թվականին, երբ որ նրան հարցրեցին գործընկերներից մեկը արդյոք նույն պահանջը ուժի մեջ, ասաց այդ պահանջը անցելի է։ 24 թվականին, երբ որ սրբազան շարժումը տեղի ունեցավ, բարձրաստիճան հոգևորականը Երբ որ դու վարչապետ ես, դա չի նշանակում, որ ինչ ուզես կարաս անես։ Չի նշանակում դա։